Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հողամաս ամրացնելու մասին կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսում է աշտարակ համայնքի օրգով բնակավայրում գտնվող 4 հեկտար մակերեսով հողամասը, որի շուկայական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 միլիոն դրամ, ամրացնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը, ինչու հենց ԿԳՄՍ նախարարությանը եւ ոչ պետգույքին, որովհետեւ ի սկզբանե հողամասը 60 հոդվածի է եւ օտարման ենթակա չի եւ որպես լիազոր մարմին առաջարկում են ԿԳՄՍ-ին ամրացնել, պիտի ասեմ, որ հողամասը Հայաստանի Հանրապետությանը փոխանցվել է Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունվարի 13-ի վճռով աշտարակի համայնքապետի դեմ դատախազության հայցի բավարարումից հետո այս հողամասի աճուրդը կայացել է 2005 թվականին, այդ աճուրդը ճանաչվել է անվավեր եւ դրա հիմքով 2025 թվականի մարտի 14-ին հողամասը արդեն պետական գրանցում է ստացել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, սա ինչ ուղղությունով է, այսինքն պետական շահերի պաշտպանությունով է, համայնքային, թե ապօրինի գույքով, համեցեք։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, նախարարը գրեթե ամբողջությամբ ներկայացրեց կատարված աշխատանքը, ընդամենը ընդգծեմ, որ սա համայնքային շահի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, պարոն վարչապետ։ Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հեկտար մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ։ Պարոն Խուդասյանը նշեց, որ սա հատուկ պահպանվող տարածք նպատակային նշանակության հողատարածք է, այդ պատճառով ամրացվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։